Երկրորդ անգամ կհայտնվի փրկության համար։ Երբ է տեղի ունենալու Քրիստոսի երկրորդ գալուստը։ Մենք կարող ենք իմանալ, թե երբ է Քրիստոսը գալու, եթե սովորենք թզենու առակը։ Թզենու առակից 10 արեք։ Երբ նրա ճյուղերն արդեն փափկել են ու Տերը բուսել է, իմացեք, որ վերջը դռների մոտ է։ Որն է թզենու խորհուրդը, որը հայտնում է Քրիստոսի գալուստը։ Թզենին խորհրդանշում է Իսրայելը։ Այսպիսով, եթե ուսումնասիրենք Իսրայելի պատմությունը, կիմանանք Քրիստոսի գալստյան ժամանակը։ Քրիստոսի տարի 70 թվականին Իսրայելը կործանվեց հռոմեական կայսրության կողմից։ Եվ նրանք 1900 տարի թափառեցին աշխարհով մեկ, որպես անպետական ժողովուրդ։ Ոչ ոք չգիտեր, որ Իսրայելը անկախ կդառնա։ Սակայն մարգարեությունը կատարվեց բացարձակ ճշգրտությամբ։ Համաձայն այն մարգարեության, որ թզենին պիտի տերներ արձակեր, Իսրայելը 1948 թվականին հրաշքով անկախացավ։ Իսրայելի անկախությունը մի ազդանշան է, որն ամբողջ աշխարհին ազդարարեց, որ Քրիստոսը կրկին եկել է այս երկիր։ Թզենու առակից 10 արեք։ Երբ նրա ճյուղերն արդեն փափկել են ու Տերը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացեք, որ վերջը դռների մոտ է։ Քրիստոս անսանհոնգը Դավթի գահին բազմեց 1948 թվականին, երբ Իսրայելն անկախացավ համաձայն թզենու մարգարեության։ Նա այն Քրիստոսն է, որ կրկին եկել է այս երկիր։ Ընդունեք Քրիստոս անսանհոնգին, ստացեք փրկություն։